Հայաստանում անտառային հրդեհները միշտ էլ եղել են բնության և մարդկային գործոնների խաչմերուկում կանգնած բարդ երևույթ, սակայն վերջին օրերին ծավալվող լայնամասշտաբ բռնկումները, որոնք միաժամանակ ընդգրկել են մի քանի մարզեր, նորից ամրապնդում են մի կարևոր փաստ. մեր երկրում նման դեպքեր այլևս պարզապես անտառային դեպք չեն, դրանք ազդում են բնապահպանության, գյուղատնտեսության, տնտեսության, նույնիսկ ազգային անվտանգության վրա։ Արդեն 4 օր է, ինչ Հայաստանի տարբեր մարզերում, Գեղարքունիքից մինչև Տավուշ, Լոռից մինչև Շիրակ, ընթանում է հրդեհների դեմ պայքար։ Երկրի մեծ մասը ակտիվորեն հետևում է իրավիճակին, տեսնելով ինչպես պետությունը, այնպես էլ համայնքներն ու բնակիչները հարյուրավոր մարդիկ գիշեր-ցերեկ աշխատում են կրակի դեմ։ Բայց ինչու միանգամից այսքան օջախ, ինչու կրակ այդքան արագ է տարածվում և ամենակարևորը, ինչից սկսվեց այս ամենը։ Պաշտոնական մարմինները դեռ չեն հրապարակել պատճառները, իսկ քննչական կոմիտեն սովորաբար գործում է միայն այն դեպքում, երբ ահազանգը հանցավոր գործողության վերաբերյալ։ Նման ահազանգ այս պահին դեռ չկա, բայց հասարակության համար հարցը մնում է բաց. ինչն է իրականում այդքան մեծ ծավալով հրդեհների հիմքում՝ կլիման, մարդկանց անզգուշությունը, թե ինչ-որ այլ բան։ Այս տեսանյութում մենք քայլ առ քայլ կվերլուծենք ինչպես սկսվեցին հրդեհները, ինչու արագ տարածվեցին տարբեր մարզերում, ինչ խնդիրների առջև կանգնեցին փրկարարները, ինչ հետևանքներ կարող է թողնել այս ամենը և ինչ պետք է անել, որպեսզի նման երևույթները չկրկնվեն։ Սա ոչ թե պարզապես տեղեկացնող նյութ է, այլ խորը վերլուծություն հասկանալու, թե ինչ իրական վտանգներ են թաքնված այս բանի հետևում, ինչը շատերը տեսնում են որպես անտառային կրակներ։ Վերջին իրադարձությունների ամբողջ ժամանակագրությունը ցույց է տալիս, որ հրդեհները չեն բռնկվել մեկ կետում և չեն տարածվել միայն քամու շնորհիվ, դրանք միաժամանակ եղան տարբեր մարզերում, ինչը իրավիճակը դարձրեց ավելի բարդ։ Առաջին զանգվածային հրդեհներից մեկը գրանցվեց Գեղարքունիքում, Ճամբարակ Թթուջուր հատվածում, այս տարածքը հայտնի է իր անտառապատ և խոտածածկ լանջերով, որտեղ նույնիսկ փոքր կայծը կարող է արագ վերածվել կրակային թակարդի։ Այստեղ միանգամից 3 օջախ էր, սա կարևոր ցուցանիշ է։ Բնական հրդեհները սովորաբար ունեն մեկ սկզբնական կետ, իսկ 3-ը նշանակում է մի բան՝ տարածքի զննությունն ու ուժեղ քամիները ստեղծել են դոմինոյի էֆեկտ։ Այս հատվածում փրկարարները օրեր շարունակ աշխատել են, 2-ը հաջողվել է մարել, սակայն 3-ը դեռ երկար ժամանակ շարունակել է տարածվել, դժվար դարձնելով պայքարը։ Սա արդեն նախանշեց, որ առաջիկա օրերը լինելու են ծանր, քանի որ թե կրակը չի մարում արագ, ապա այն դառնում է ինքնուրույն տարածվող, ստեղծելով նոր օջախներ։ Միևնույն ժամանակ հրդեհները արձանագրվեցին Տավուշում, Իջևանի և Բերդի անտառներում։ Տավուշի անտառները ավելի խիտ են և այնտեղ կրակը տարածվում է ոչ թե հորիզոնական, այլ վերին շերտերով։ Սաղարթային մասը կարող է բռնկվել, ստեղծելով պսակային հրդեհ։ Այս տեսակ հրդեհները առանձնապես վտանգավոր են, քանի որ կարող են արագորեն անցնել մի ծառից մյուսը, մեծ տարածքներ ընդգրկելով։ Նավուր համայնքը հայտնվեց հրդեհի ամենամոտ դիրքում։ Բնակիչները ստիպված էին միանալ աշխատանքներին, գիշերել անտառում, կրակի առաջը փակել փայտերով, քանդել չոր խոտի դաշտերը, որպեսզի հրդեհը չմտնի գյուղի ուղղությամբ։ Արդեն պարզ է, սա այն դեպքը չէ, երբ մի փոքր հրդեհը արագ մարվում է։ Միջավայրի պայմանները, չոր եղանակը, քամին և անտառային կառուցվածքը ստեղծել են այնպիսի իրավիճակ, որ յուրաքանչյուր օջախից կարող էր առաջանալ մեկ այլը։ Հայաստանի հրդեհային ռիսկերը աճում են ամեն տարի, և դա պայմանավորված է ոչ միայն մարդկային սխալներով, այլև կլիմայական փոփոխություններով։ Վերջին տարիներին Հայաստանը ապրում է ավելի տաք և ավելի չոր աշուններ։ Եթե տարիներ առաջ նոյեմբերը արդեն ձյունածածկ ժամանակ էր, ապա այժմ այն հաճախ հիշեցնում է սեպտեմբեր։ Չոր խոտածածկը, տերևաթափ անտառները, ուժեղ քամիները, հատկապես լեռնային կիրճերում ստեղծում են կատարյալ միջավայր հրդեհների համար։ Սա նշանակում է անզգուշորեն նետված փոքր կրակ, ավտոմեքենայի արագ արգելակումից առաջացած կայծ կամ խոտայրում հրահանման սխալ։ Բայց կա մի կարևոր խնդիր. Հայաստանի շատ անտառներ դժվար հասանելի են, շատ տեղեր ուղղակի հնարավոր չէ ինժեներական տեխնիկա բարձրացնել։ Հրդեհը մարելու համար երբեմն անհրաժեշտ է 20-ից 30 րոպե քայլել լանջերով, իսկ հրդեհի դեպքում 20-30 րոպեն հսկայական նշանակություն ունի։ Այդ ընթացքում կրակը կարող է անցնել մի քանի 100 մետր։ Կա նաև մարդկային գործոն։ Շատ համայնքներում մարդիկ շարունակում են մաքրել տարածքները, այրելով չոր խոտը, թեև այս անգամ որևէ պաշտոնական տվյալ չկա, որ հրդեհները հենց այդ պատճառով են։ Այնուամենայնիվ, պետությունը բաց տեքստով զգուշացնում է չվառել չոր խոտը, քանի որ դա լուրջ վտանգ է ստեղծում։ Այս օրերին հրդեհաշիժման աշխատանքներին ներգրավված են մոտ 1830 փրկարար։
էկոպարկերներ, ոստիկաններ, ինչպես նաև ՊՆ-ի ուղղաթիռը, որ արդեն կատարել է շուրջ 70 թռիչք։ Սա Հայաստանի վերջին տարիների ամենամեծ հակահրդեհային գործողություններից մեկն է։ Տեղում աշխատանքները իրականացվում են ջրցան մեքենաներով, կրակային գծերի բացմամբ, հողը քանդելով, որպեսզի կրակը չանցնի, օդային հետախուզությամբ, բնակիչների կամավորական ուժերով, Տավուշում համայնքապետարանները ուղիղ իմաստով դադարեցրել են գրեթե ամբողջ աշխատանքը, որպեսզի մարդիկ միանան կրակի դեմ պայքարին։ Նավուրի բնակիչները արդեն 3 օր անտառում գիշերում են, քանի որ կրակը մոտ է գյուղին, իսկ քամին ցանկացած պահի կարող է փոխել ուղղությունը։ Հասարակության համար ամենահաճախ տրվող հարցերից մեկը սա է, եթե այսքան օջախ կա, գուցե դիտավորություն է։ Պաշտոնական մարմինները այս պահին նման հայտարարություն չեն անում, եւ դա իր պատճառներ ունի։ Քննչական կոմիտեն գործում է օրենքով, եթե չկա հանցագործության մասին հաղորդում, գործ չի կարող բացել։ Իսկ մինչ այդ առանց փաստերի չեն կարող ասել, որ հրդեհը դիտավորյալ է։ Անտառային հրդեհների կորստի չափը հեկտարներով չի չափվում, այն չափվում է տարիներով։ Հայաստանում մեկ այրված անտառի վերականգնումը կարող է տևել 20-ից 40 տարի, կախված ծառատեսակից։ Հրդեհները վնասում են հողի վերին շերտը, բույսերի բազմազանությունը, փախուստի դիմող կենդանիներին, միջատների բնակչությանը, գետերի մերձակա տարածքները, անտառները նաև պաշտպանական գոտիներ են։ Սահմանամերձ տարածքներում ծառերի ոչնչացումը ստեղծում է բացություններ, ավելացնում է սողանքների ռիսկը, նվազեցնում է ջրի կլանման կարողությունը, բերում է հողերի դեգրադացման, տնտեսական վնասը նույնպես հսկայական է։ Անտառային հրդեհները կարող են ազդել տուրիզմի վրա, գյուղատնտեսության վրա, բեռնավորելով համայնքային բյուջեները։ Հայաստանը տարիներ շարունակ փորձել է բարելավել հակահրդեհային համակարգը, բայց դա դեռ խորքային բարեփոխումների կարիք ունի։ Արագ լուծումների համար անհրաժեշտ է անտառային ճանապարհների ընդլայնում, վաղ ահազանգման տեխնոլոգիաների ներդրում, մթնոլորտային պայմանների դիտարկում, դաշտային դրոնային համակարգեր, գյուղացիների ուսուցում, տարածքների մաքրում ոչ այրման մեթոդով, ավելի շատ տեխնիկա և օդային միջոցներ։ Եթե այս քայլերը չլինեն, ամեն աշուն Հայաստանը կունենա նույն խնդիրը, միայն մասշտաբներով տարբեր։ Վերջին օրերի հրդեհները մեզ մեկ բան ցույց տվեցին. կրակը չի ճանաչում մարզ, սահման, համայն կամ տարածք, այն տարածվում է այնտեղ, որտեղ մենք թույլ ենք տվել, որ այն ունենա պայմաններ։ Բայց մենք ունենք նաև ուժ կանխելու, պաշտպանելու, վերականգնելու։ Այս օրերին հարյուրավոր մարդիկ աշխատում են անտառում մի նպատակի համար՝ Հայաստանի բնության պահպանման։ Եվ այս տեսանյութի գլխավոր ուղերձը սա է. Հայաստանի ուժը ոչ միայն բանակն է, տուրիզմը, տնտեսությունը, այլև անտառները։ Աշխարհի յուրաքանչյուր երկրում անտառները համարվում են անվտանգության գոտի, եւ մեզ մոտ եւս դրանք ունեն նույն նշանակությունը։ Այս տեսանյութը միայն հրդեհների մասին չէ, սա պատմություն է այն մասին, թե ինչպես է մի ամբողջ երկիր պայքարում իր բնության, իր ապագայի ու իր անվտանգության համար։